Բարև ձեզ։ Այժմ այսօր 14 ապրիլի ես գտնվում եմ Հանրապետության հրապարակում, նայեք։ Դուք ինչպես գիտեք, այսօր առևտրականների միտինգն էր, որը ըստ մեր օթերթաբաների պետք է ուժեղ անձրևներ լինել, եւ ինչպես հասկացաք, եթե ես ներկա եմ լինում, իմ Աստվածը պետք է պարտադիր նրանք պարտավոր են տվյալ տարածքները լավ եղանակ լինի ու նորմալ անցկացվի տվյալ միտինգը։ Ես ցույց կտամ մեր օթերթաբանների, որ ամբողջ օրը տված է եղանակը անձրևային, բայց խնդրեմ դուք նայեք, երկիրը լրիվ բաց, նորմալ, ու սա էլ հրապարակն է։ Միտինգը արդեն մի կես ժամ է ավարտվել է։ Ու ասում եմ, իմ ասածները, իմ աստվածները պարտավոր են կատարել, նրանք չեն կարող չկատարել։ Ես հենց այնպես չեմ ասում, որովհետև սա առաջի անգամը չի, ես 3 տարվա մեջ 683 հատ կանխատեսում եմ արել, բոլոր կանխատեսումներից եղել են, բացի 9 կանխատեսումն է, որ չի եղել, մնացածը բոլորը ամբողջությամբ տեղի են ունեցել։ Այժմ ես սա արդեն փաստերը սա է, ես դրա համար էլ հավատում եմ իմ աստվածներին։ Բայց ես մեր հայ ժողովրդին մի բան կասեմ, որ այդպես ժամը 5-ից հետո եղանակները շեշտակի կփոխվեն ամբողջ Հայաստանում էլ, Կովկասում, որովհետև Թայվանի հզոր ուժերը պետք է տեղաշարժվեն ամբողջ միջերկրական ծովից, Սև ծովից դեպի եւ Ռուսաստանից պետք է տեղաշարժվեն դեպի Կասպից ծով, իրանց ճանապարհին նրանք ինչպես գիտեք մեծ ավերածություններ են անում, փոթորիկներ, ջրհեղեղներ, երկրաշարժեր եւ տվյալ նմանատիպ բաներ։ Իմ ասածները, ինչպես ասում եմ, բոլորը կատարվելու են ու դուք 5 օր հետո ես ցույց կտամ ինչպիսի ավերածություններ են լինելու։ Հայաստանի որոշ մասերը, դուք ինչպես գիտեք, կմտնեք իմ Facebook-ի մնացած տարածքները, կտենաք, որ ավերապաշտպանվածություն ունի ու Հայաստանում կլինեն անձրևներ, որը կսկսի երևի 6-ից հետո ու նրան մնացած տարածքներում, իսկ վեր հարևան Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայի արևելյան եւ Թուրքիայի մնացած տարածքներում, Իրանում, Ռուսաստան կլինեն ջրհեղեղներ, ուժեղ անձրևներ եւ նմանատիպ բաներ։ Իսկ Ռուսաստանում էլ ջերմաստիճանները այսօրվանից եթե դրանք շարժվեն Թայվանի ուժերը Ռուսաստանից, 3-4 օրվա ընթացքում նրանք կհասնեն Կասպից ծով եւ Ռուսաստանում ավերածությունները կվերանան, շեշտակի այնտեղ նրանք ավերածություններ են անում, արդեն կլինի պաշտպանվածություն տվյալ տարածքները եւ ջերմաստիճանները Ռուսաստանում շեշտակի Եվրոպայի մասին շեշտակի կտականան, նույնիսկ մի 5 օր հետո հնարավոր է դառնան ամառային եղանակներ։ Մարդիկ այսօր պալտո են հագնում, 5 օր հետո հնարավոր է կարճաթև հագնեն Մոսկվայում, այդտեղ մնացած Կրասնոդարում եւ մնացած տարածքներում։ Իմ ասածները լինում են միայն 100%-ով ժողովուրդ։ Դուք նայեք։ Հիմիկվա ես միակ մարդն եմ, որ կարամ իմ աստվածներին դիմելով խոսքի օրինակ վերացնել գլոբալ տաքացման ավերիչ երևույթները երկրագնդի վրա, դրա որը ոչ ոք չի ցանկանում։ Եթե չեն ցանկանում, ուրեմն միայն կտենան ավերածություններ, որտեվ ես այս մի անգամ խնդրել եմ, նրանք պարտավոր են Թայվանի ուժերը հեռանան ամբողջ Հայաստանից, Կովկասից դեպի Ադրբեջան, որոնք նրանք իրականացին հենց այսօր առավոտվանից։ Բայց դրանք իրենց ճանապարհ Կասպյան բոլոր շրջանավազանի պետություններում մեծ աջրեղեղներ, ավերածություններ ու երկրաշարժեր է սպասում այդ 5 օրվա ընթացքում։ Նրանց հետո էլ կարող է շարունակվի մի քանի օր, որտեղ Թայվանի ուժերը պետք է շարժվեն ուրիշ ուղղությամբ, որը ես հետո կասեմ։ Միակ մարդ եմ աշխարհում, որ մեծ ճշտությամբ ասում եմ, թե երկրագնդի վրա ինչ ուժեր կան, որտեղ են գտնվում եւ անուններ եմ դրել եւ նրան ասում եմ, որտեղ պետքա լինեն, դաշը ժամերով կարամ ասեմ, որտեղ ինչ տեղի կունենա։ Դե լավ, սրանով ես ավարտում եմ իմ ուղիղ եթերը։ Ստեսուն ձեզ։